Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 24։ Եվ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնակովը պատասխանեցին և ասեցին. թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտի։ Դանիել 3 գլուխ 16 և 18 խոսքեր։ Երեք սուրբ պատանիների կամ ավելի ճիշտ մարտիկների խիզախության և զարմանահրաշ ազատագրության այս պատմությունը մանրակրկիտ ներկայացված է, որպեսզի հավատացյալների մտքում հաստատակամություն և վճռականություն արթնացնի ճշմարտությունը պահելու համար նույնիսկ բռնության ժանիքների և մահվան երախի սպառնալիքի պայմաններում։ Թող երիտասարդ քրիստոնյաները հատկապես սովորեն նրանց օրինակից թե կրոնի ու հավատքի հարցերում, թե գործարարության ու առևտրի մեջ չզոհաբերել իրենց խիղճը։ Սիրելի բարեկամ, ավելի լավ է կորցնել ամեն ինչ, բայց պահել ազնվությունը, և երբ այլևս կորցնելու ոչինչ չկա, միևնույն է, պինդ պահիր մաքուր խղճմտանքդ, որպես մի բացառիկ մարգարիտ, որ կարող է զարդարել մահկանացու մարդու կուրծքը։ Առաջնորդվիր ոչ թե խաբուսիկ քաղաքականությամբ, այլ հետևելով աստվածային հեղինակության բևեռային աստղին։ Արդարությամբ վարվիր չնայելով վտանգներին։ Երբ որևէ իրավիճակում խոստումնալից ոչինչ չես տեսնում, հավատքով քայլիր, ոչ թե երևույթով։ Պատվիր Աստծուն, վստահելով Նրան, երբ հարցը հասնում է զոհաբերության հանուն սկզբունքների։ Տես թե արդյոք նա չի փոխհատուցի քեզ, տես թե արդյոք նույնիսկ այս կյանքում նա չի ապացուցի իր այն խոսքերը, որ աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է, և որ նրանք, ովքեր առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունն են փնտրում, մնացած ամեն բան տրվում է իրենց։ Եթե պատահի այնպես, որ խղճմտանքդ մաքուր պահելու համար կորուստներ կրես, կբացահայտես, որ եթե անգամ Տերը քեզ երկրավոր բարեկեցության արծաթով չվարձատրի, ապա անշուշտ իր խոստումը կկատարի, փոխհատուցելով քեզ հոգևոր ուրախության ոսկով։ Հիշիր, որ մարդու ունեցվածքի առավելությունից չէ նրա կյանքը։ Անկեղծ ու ազնիվ հոգին, վիրավորանքից զուրկ սիրտը և Աստծո բարեհաճ ժպիտն ավելի մեծ հարստություն են, քան ոփիրի հանքերը կարող են տալ կամ տյուրոսի առևտրականները շահել։ Լավ է խոտեղեն կերակուր և հետը սեր, քան թե գերզվարակը ատելությունով։ Սրտի թեթևության մեկ կաթիլն ավելի արժեքավոր է, քան տոննաներով ոսկին։